Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, նոր վերադարձությունները նախ համառոտ։ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, քննարկվել են Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բաքվում է։ Նրան ընդունել է Իլհամ Ալիևը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության ապահովման հարցերի վերաբերյալ։ Ալիևը ընդունել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, նա պնդել է, թե ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ այդ կառույցը լիովին ձախողվել է հայ-ադրբեջանական անցյալի հակամարտության կարգավորման գործում։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը չի թուլանում, տասնամյակներով կռվախնձոր եւ 3 պատերազմի առիթ դարձած Քաշմիրը կրկին կոնֆլիկտի կիզակետում է, որն է պատճառը եւ կարող է լարումը միջուկային պատերազմի հանգեցնել։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի Աիդա Կիրակոսյանը։ Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի գեներալը։ Զինվորականը զբաղեցնում է Ռուսաստանյան բանակի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը, օրվա միջազգային անցուդարձը։ Միասնական սոցիալական ծառայությունը մերժում է շաքարային դիաբետ ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու դիմումները, պատճառաբանելով, թե այս հիվանդությունը չի հանգեցնում հաշմանդամության։ Սա փորձագետների գնահատմամբ նման խնդիր ունեցող անձանց իրավունքների կոպտագույն խախտում է։ Երևանում մեկնարկել է նեյրոիմուն հիվանդությունների նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով։ Քննարկման առանցքում ծրված սկլերոզ հիվանդությունն է։ Նպատակն է նպաստել հիվանդության վաղ հայտնաբերմանը, ժամանակակից բուժման հասանելիությանը։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին բացի անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանը։ Նիստին քննարկվել են Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բաքվում է։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպման ժամանակ Կալասը նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ։ Անդրադառնալով տրանսպորտային կապերի թեմային, նա այդ համատեքստում եւս ընդգծել է Ադրբեջանի դերակատարությունը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության ապահովման հարցերի վերաբերյալ։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Եվրախորհրդանի հույն падգամավոր Ֆրակկուս Էմանուել Ֆրակկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունը, թե Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր տարածաշրջանային գործընկեր է։ Հույն падգամավորը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում մասնավորաբար ասվում է. Եվս մեկ անգամ Կայա Կալասը ցույց է տալիս ոչ միայն սկզբունքների բացակայությունը, այլև կոմպետենտության պակասը։ Նման առաջնորդությամբ ԵՄ-ն ունի վավերականության ժամկետ։ Տիկին Կալաս, ոչ էներգիան եւ փողը ավելի կարևոր չեն, քան մարդիկ։ Մենք կանգնած ենք արդարության եւ ժողովրդավարության կողքին, մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների եւ քույրերի, թուրքերի կողմից ավելի քան 1 դար շարունակվող ցեղասպանության զոհերի կողքին, ընդգծել է հույն падգամավորը։ Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Կալասն ասել է, թե Բրյուսելը ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը, ապա հույս հայտնել, որ հերթական քայլերն ավելի արդյունավետ կլինեն։ Իսկ Բայրամովը կրկին հին երգն է երգել, ասելով, թե իբրև Հայաստանի սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է դադարեցվի։ Իլհամ Ալիևը ընդունել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Նա հանդիպմանը պնդել է, թե ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ այդ կառույցը լիովին ձախողվել է հայ-ադրբեջանական անցյալի հակամարտության կարգավորման գործում։ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս հարցում, հետական անգամ պահանջել է Ալիևը։ Եվրոպայում անվտանգության եւ գործակցության կազմակերպության ղեկավարի հետ զրույցում Ադրբեջանի առաջնորդը վերստին հայտարարել է, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը լիովին ապահովել է, այդ թվում ռազմական միջոցներով։ Նախքան Բաքու մեկնելը Ֆերիդուն Սինիրլիօղլուն Հայաստանում էր, նա Երևանում քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Ծրագրված է նաև ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությունը Պապի հուղարկավորության արարողություններին։ Նույն նպատակով արդեն Վատիկան է մեկնել Արամ Առաջինը։ Մոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի գեներալ Յարոսլավ Մոսկալիկը։
Գործի է դրվել մեքենայում ամրացված ինքնաշեն սարքը, որը պայթել է ժամը 10:40-ին, երբ գեներալը դուրս է եկել տնից։ Զինվորականը զբաղեցնում է ռուսաստանյան բանակի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը եւ ուներ գեներալ լեյտենանտի կոչում։ Ռուսաստանի Դաշնության իրավապահները միջադեպի փաստով քրեական գործ են հարուցել սպանության հոդվածով։ Նա ժամանակին ղեկավարել էր Չեչնիայի դեմ մարտական գործողությունները, իսկ ներկայում մեծ դերակատարում ուներ Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում։ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը չի թուլանում, տասնամյակներով կռվախնձոր և 3 պատերազմի առիթ դարձած Քաշմիրը կրկին կոնֆլիկտի կիզակետում է։ Օրեր առաջ 26 մարդ է զոհվել, 17-ը վիրավորվել Հնդկաստանի կողմից վերահսկվող Ջամում և Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակման հետևանքով։ Կարող է լարումը միջուկային պատերազմի հանգեցնել։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրիմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, արյունալի ահաբեկությունը ինչ զարգացումներ է ունեցել։ Սա Հնդկաստանի խաղաղ բնակչության վրա 2008 թվականից ի վեր ամենամեծ հարձակումն էր, զինված հարձակումը, որի արդյունքում, ինչպես նշեցիր, տասնյակ խաղաղ բնակիչներ պարզապես զոհվեցին եւ Դելին տեղի ունեցած ահաբեկչություն է որակել, որի մեջ մեղադրել է Պակիստանին։ Ուղիղ մեղադրանքներ են հնչել, չնայած որ Պակիստանը մերժում է այդ մեղադրանքները եւ նշում է, որ նույնիսկ կարող է հենց Դելին կանգնած լինել այս ամենի ետևում, որպեսզի տարածաշրջանում անկայունություն ձևավորի եւ հասնի իր նպատակին։ Ամեն դեպքում Դելին արդեն պաշտոնական վարկած ունի, որ պաշտոնապես հովանավորվում են պակիստանցիները, տվյալ ահաբեկիչները, որոնցից երկուսը հենց Պակիստանի քաղաքացիներ են, հովանավորվում են հենց Պակիստանի ղեկավարության կողմից։ Բնականաբար ահաբեկչությանը անմիջապես հաջորդեցին Հնդկաստանի իշխանությունների կտրուկ քայլերը, չեղարկվեց Պակիստանի քաղաքացիների վիզաները եւ վտարվեցին հարյուրավոր պակիստանցիներ։ Հնդկաստանը փակեց երկու երկրների սահմանային միակ անցակետը եւ մինչեւ մայիսի 1-ը ժամանակ է տվել, որ վերադարձողները վերադառնան, գնացողները գնան եւ ամենավտանգավոր եւ ինչպես նշում են Պակիստանում, Պակիստանին ինքնասպանության հասցնող կետը այն է, որ Դելին հայտարարեց, որ կասեցնում է Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման համաձայնագիրը, որն ի դեպ կնքվել է 1960 թվականին եւ այս տարիների ընթացքում մի քանի պատերազմով է անցել եւ չի դադարեցվել։ Այսինքն առաջին անգամ է, որ կողմերից մեկը պարզապես միակողմանի չեղարկում է պայմանագիրը, ինչը իսկապես շատ վտանգավոր կարող է լինել, քանի որ Պակիստանի գյուղատնտեսության համար հատկապես աղետալի կլինի, եթե գետը չհոսի Պակիստան դեպի, քանի որ ավելի քան 80% գյուղատնտեսության, իսկ հիդրոէներգիայի մոտ 1/3-ը կախված է հենց Ինդոսի ջրավազանից հոսող ջրերից։ Այս հայտարարությունը Հնդկաստանի կողմից գետի հունը փակելու կամ փոխելու վերաբերյալ ել ավելի մեծ լարման առաջ է կանգնեցրել եւ Պակիստանից շատ կտրուկ հայտարարել են, որ սա կարող է պատերազմի վերաճել։ Դրա մասին ուղիղ հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարը Ալ Ջազիրայի հեռուստայի եթերում։ Աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այս վտանգավոր վեճին, որը կարող է վերաճել միջուկային դիմակայության։ Երկու երկրներն էլ միջուկային տերություններ են, նշել է նախարարը։ Այդուհանդերձ կկարողանա Հնդկաստանը կասեցնել Հինդուս գետի եւ իր վտակների հոսքը դեպի Պակիստան։ Նախորդին լուրեր տարածվեցին, թե Հնդկաստանն արդեն դադարեցրել է Ինդոս գետի Պակիստան գնացող հոսքը եւ նույնիսկ տեսանյութ տարածվեց, բայց փորձագետները կարծում են, որ այդպիսի հսկա ենթակառուցվածքներ Հնդկաստանը դեռ չունի եւ իսկապես չի կարողանա ջրի ամբողջ մատակարարումը կանխել, դադարեցնել, եւ դա գրեթե անհնար է հատկապես բարձր հոսքի դեպքում, ինչը հաճախ տեսնում ենք Ինդոսի դեպքում, քանի որ միլիարդավոր խորանարդ մետր ջուր է, մի քանի փոքր հուն չէ, որ ուղղակի ինչ որ ջրային արգելապատնեշով կանգնեցնես եւ այլն։ Այո, ենթակառուցվածքներ դեռևս չկան, բայց ինչն է վտանգավոր, որ պայմանագրի միակողմանի կասեցումը արդեն ենթադրում է, որ Հնդկաստանը կկարողանա այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծել եւ եթե ոչ մոտ ապագայում 1-2 ամսվա ընթացքում գուցե, բայց առաջիկայում իսկապես կարող է շատ մեծ աղետի առաջ կանգնեցնել Պակիստանին, հատկապես որ շատ լարված հայտարարություններ են հնչում Հնդկաստանի կողմից, տարբեր պաշտոնյաներ ընդ որում, պաշտոնական տարբեր աղբյուրներ հայտարարում են, որ
մի օր Պակիստանին անապատ են դարձնելու եւ կարոտ են մնալու մեկ կաթիլ ջրին անգամ եւ սա լինելու է իրենց վերջին ու վճռական պատերազմը Պակիստանի դեմ, քանի որ ինչպես իրենք են նշում, հոգնել են այդ ատելության մեծ չափաբաժնից։ Այդա ինչպես կանդրադառնա այս հակամարտությունը մեր տարածաշրջանի վրա։ Տարածաշրջանում ցանկացած տաք հակամարտության վրա բնականաբար ձեռքերը տաքացնողներ միշտ գտնվում են, հատկապես այս պարագայում, երբ հակամարտող ու պատերազմող կողմերից մեկը Հայաստանի համար այս օրերում վերջին տարիներին վճռորոշ է ռազմատեխնիկական գործընկերության առումով, Հնդկաստանի մասին է բնականաբար խոսքս, եւ շատ վտանգավոր կլինի այս գործակցության իմաստով, եթե Հնդկաստանն ինքը ներքաշվի մեծ պատերազմի մեջ, բնականաբար մեզ հետ կապված ռազմատեխնիկական աջակցությունը եւ մատակարարումները կարող են վտանգվել։ Երկրորդ կողմից Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք հատկապես Ադրբեջանի դեպքում Պակիստանի մտերիմ գործընկերն է, եղբայրական ժողովուրդը եւ հաճախ նաեւ զինամթերք մատակարարողը եւ բնականաբար նրանք եւս Հնդկաստանի դեմ ոչ ուղիղ, բայց այսպես ասած պատերազմ կհայտարարեն օգնելով Պակիստանին, հաշվի առնելով այն գործընթացները, որ Հայաստան-Հնդկաստան ոչ միայն այսպես ասած ռազմական բիզնես է տեղի ունենում, այլ նաեւ ընդհանրապես Հնդկաստանը Հայաստանը կարևորում է աշխարհաքաղաքական այս ամբողջ խաղի ընթացքում։ Բայց մեկ այլ ավելի հետաքրքիր տեղեկության վրա եմ ուզում կենտրոնացնենք մեր ուշադրությունը։ Խոսքը նրա մասին է, որ Ադրբեջանի մյուս դաշնակիցը, իր եղբայրական Իսրայելը եւ վարչապետ Նեթանյահուն հայտարարել են, որ այս հակամարտության եւ հնարավոր պատերազմի դեպքում կողմնակից են եւ աջակցում են ոչ թե Պակիստանին, այլ Հնդկաստանին։ Եվ առաջիկայում գիտենք, որ Նեթանյահուն պատրաստվում է Ադրբեջան մեկնել եւ հնարավոր է նաեւ, որ այս հակամարտության վերաբերյալ ինչ որ քննարկումներ լինեն։ Այստեղ էլ հետաքրքիր է, որ Թուրքիան եւ Պակիստանը արդեն փաստորեն հստակ հայտարարում են, որ Իսրայելի հետ առանձնապես լավ հարաբերություններ չունեն եւ Ադրբեջանը, այո, կանգնում է բարդ ընտրության առաջ, չնայած որ գիտենք արդեն Իսրայելի դեպքում քննարկել ենք Թուրքիա-Իսրայել հակամարտության դեպքում, որ Ադրբեջանը փորձում է արագ դիրքավորվել եւ եզրափակելով այս թեման, ուղղակի նշենք, որ Պակիստանը միակ պետությունն է աշխարհում, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը, շնորհակալ եմ այդ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները հասնում են գագաթնակետին։ Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կհեռանա բանակցություններից, եթե առաջընթաց չտեսնի։ Թրամփի խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։ Փաստաթղթում հստակ նշված է, որ դա վերջնական առաջարկն է։ Ըստ ծրագրի Ղրիմը կճանաչվի որպես ռուսական, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերի գրավված տարածքները կհամարվեն օկուպացված։ Միաժամանակ Ռուսաստանն Ուկրաինային կվերադարձնի Խարկովի մարզի մի մասը։ Զապորոժիայի ատոմակայանը նույնպես կանցնի Կիևի վերահսկողության ներքո, սակայն պայմանով, որ այն կկառավարի Միացյալ Նահանգները։ Ուկրաինան վերահսկողություն է ձեռք բերում նաև Կախովկայի ամբարտակի նկատմամբ։ Բացի այդ, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից եւ ամերիկացիների հետ կնքի Ուկրաինայի բնական պաշարների համատեղ զարգացման մասին համաձայնագիր։ Ուկրաինան վերականգնման համար ստանում է լայնածավալ օգնություն եւ ֆինանսական փոխհատուցում։ Միաժամանակ Թրամփը պատրաստ է չեղարկել 2014 թվականին Ռուսաստանի Ղրիմի միացումից ի վեր Մոսկվայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Կիևի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորների 90-ի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 25-ի առավոտյան հայտնել է ուկրաինական 79 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ ԱԹՍ-ների ճնշող մեծամասնությունը 70-ը խոցվել է Ղրիմի մերձակայքում, մնացածը Իվանովոյի, Բելգորոդի, Կուրսկի եւ Նիժեգորոդի մարզերում։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության Իվանովոյի մարզում ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Շույա քաղաքում գտնվող թիրախները։ Նիժնի Նիվոգորոդում ժամանակավորապես փակվել է օդանավակայանը, ինչպես նախորդ գիշեր ուկրաինական կողմն էլ հաղորդել է, որ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, քաղաքում հրդեհներ են բռնկվել, վնասվել է մի քանի մասնավոր տուն։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին լավ առաջընթաց են գրանցել, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել, բայց ցանկանում է ճշտկրտել այդ համաձայնագրի որոշ մանրամասներ։ Միացյալ Նահանգների նախագահը կարծում է եւ ըստի սիրավացիորեն է կարծում, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, նախագահի հայտարարության մեջ հիշատակվում էր համաձայնության մասին եւ մենք պատրաստ ենք համաձայնության գալ, բայց դեռևս կան որոշակի կետեր։ Այս համաձայնագրի տարեր, որոնք պետք է ճշտկրտվեն եւ մենք զբաղված ենք այդ գործընթացով, ասել է Լավրովը Face the Nation հաղորդման տված հարցազրույցում։ Լավրովը չի նշել, թե որոնք են այդ տարրերը։ Ռուսաստանի ԱԳ-նախարարը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է երկրի վրա միակ առաջնորդը, որը ինչպես եւ Մոսկվան կարծում է, որ պատերազմի պատճառը Ուկրաինայի մերձեցումն է ՆԱՏՕ-ի հետ։ Հնդկաստանի բանակը հայտնել է, որ Պակիստանը կրակոցներ է արձակել սահմանային հենակետերի ուղղությամբ, ըստ աղբյուրների նախորդային երեկոյան Պակիստանը սկսել է կրակել վերահսկողության գծի երկայնքով գտնվող որոշ հատվածներում։ Հնդկաստանի անվտանգության ուժերը արդյունավետ պատասխան են տվել կրակոցներին եւ զոհեր կամ վիրավորներ չեն ունեցել։ Կրակոցները տեղի են ունեցել Ջամու եւ Քաշմիրի Փահլագամ քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից մի քանի օր հետո։ Հիշեցնենք, դրա հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Այդ հարձակումը նոր ճգնաժամ է առաջացրել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատրաստ է այցելել Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։ Մինչ այդ Իրանի իշխանությունները վերսկսել են բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, հերթական փուլը նախատեսված է շաբաթ օրը Օմանի մայրաքաղաքում։ Սլովակիայի 6 խոշոր քաղաքներում մի քանի հազար ակտիվիստների մասնակցությամբ հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել։ Բողոքի ցույցերը, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել Բրատիսլավայում, իշխանություններից պահանջել են հրաժարվել հանրապետությունում հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող կանոնները խստացնելու ծրագրերից։ Քննադատություններ են հնչվել Ռուսաստանի Դաշնության հետ կապեր հաստատելու կառավարության քաղաքականության վերաբերյալ, Ուկրաինային աջակցելու կոչեր եւ վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի գլխավորած ներկայիս կաբինետի հրաժարականը։ Բողոքի ակցիաները կազմակերպվել են Հանրապետության ընդդիմադիր լիբերալ կուսակցություններին մոտ կանգնած քաղաքացիական նախաձեռնությունների կողմից։ Սպասվում է, որ ավելի քան 200,000 մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը։ Հնարավորությունը տեղի կունենա Վատիկանի հսկայական հրապարակում, որը գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց։ Պապի հուղարկավորությանը կմասնակցեն աշխարհի տասնյակ առաջնորդներ, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահը, թագավորներ Իսպանիայից, Շվեդիայից եւ Բելգիայից։ Կհերթապահեն շուրջ 2000 տեղացի ոստիկաններ, նրանց կմիանան ազգային անվտանգության ուժերի հազարավոր սպաներ։ Անվտանգության միջոցառումները կներառեն Տիբեր գետի վրա բարեկություն, անօդաչու թռչող սարքեր, թշնամական թռչող օբյեկտները ոչնչացնելու սարքեր, դիպուկահարներ։ Այլ թեմաներ 2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարան է ներկայացվել 44 հայցադիմում։ Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումները բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ։ Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ եւ 71 շարժական գույք։ Այդ մասին ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա նաև հայտարարել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2021 թվականից առ այսօր հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող մոտ 150 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ եւ 288 շարժական գույքի, ինչպես նաեւ 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա։ Այս համատեքստում падգամավորները գլխավոր դատախազից հետաքրքրվել են նաև ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանի կալանքի տակ գտնվող առանձնատան գործի մանրամասներից, որին պատասխանել, սակայն Վարդապետյանը խուսափել է։ Հովիկ Աբրահամյանի տունը գտնվում էր արգելանքի տակ։ Այդ ոնց եղավ, որ արգելանքը ոնց հանվեց, ոնց վաճառվեց, ինչ հանգամանքներում, եթե դա գտնվում էր դատախազության ուշադրության կենտրոնում եւ իրավապահների կողմից արգելադրված էր։ Հովիկ Աբրամյանի տան մասով ընթացիկ վարույթ կա եւ այդ վարույթի վերաբերյալ, այո, 3 տարի, այո։ Եվ եթե ձեզ այդ վարույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հետաքրքրում է, կարող եք գրավոր դիմելու ստանալ, բայց հաշվի առեք, որ տեղեկատվությունները շատ փակ են եւ ես ավելի քիչ եմ հանդիպում լրատվամիջոցներում նախաքննական գաղտնիքի տվյալների առկայություն, ինչը ինձ ուրախացնում է, դա նշանակում է, որ նախաքննական
մարմինները շատ ավելի ուշադիր են իրենց կողմից արկա տեղեկատվությունը, իրենց կողմից մշակված տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով պահպանելու եւ հետագայում արդեն դատարան ուղարկելու փուլում հրապարակելու մասով, ուստի ընթացիկ վարույթ կա, այդ վարույթի մանրամասները բնականաբար չեմ կարող ներկայացնել եւ չեմ ներկայացնել, որտեղ նախաքննության փուլում է գտնվում։ Ասում եք, որ նախաքննական գաղտնիք է Հովիկ Աբրամյանի տան հետ կապված գործընթացը։ Նայեք, 3 տարի շարունակ եւ ավել, գուցե չեմ ուզում հստակ ասել, որտեղ լավ չեմ հիշում, մոտավորապես եմ ասում, քրեական գործը քննվում է։ Եվ ես ընդհանրապես հարցնում եի մեկ դրվագի մասին, ես նախաքննական գաղտնիք չէի ուզում։ Ոնց է հանվել արգելանքից այդ տունը, եթե գտնվում էր արգելանքի տակ։ Ինչ հանգամանքներում, որովհետև սա շատ կարևոր է հենց գործի մասին հանրային պատկերացումների մասով, այսինքն նաև իրավապահների գործողությունների ազնվության մասով։ Եվ ոնց է լինում, որ ես ինչքան չեմ ուզում ուղղակի իմ ունեցած տեղեկությունը ձեզ փոխանցել, վստահաբար դուք ավելին գիտեք, բայց ոնց կարող եք գիշերում արգելանք հանվի։ Տիկին Թովմասյան, հենց ձեր նշած հարցի շուրջ է քննությունը Հովիկ Աբրամյանի տան մասով այդ նույն արգելադրման հետ կապված։ Ուստի ելի եմ կրկնում, կա քննություն եւ քննությունը ունի հանգամանքներ, որը պիտի պարզաբանի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը մերժում է շաքարային դիաբետ ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու դիմումները, պատճառաբանելով, թե այս հիվանդությունը օրգանիզմի ֆունկցիոնալության այնպիսի խանգարում չէ, որը կարող է հանգեցնել հաշմանդամության։ Մինչդեռ այս խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնագետները սա սխալ որոշում են համարում։ Նրանք 2020-ից 25 թվականների ընթացքում 19 հայց են ներկայացրել վարչական դատարան, որից 15-ի դեպքում այն բավարարվել է, մյուսների մասով գործերը դեռևս գտնվում են բողոքարկման փուլում։ Խոսքը վերաբերում է թե մինչև 18 տարեկան երեխաներին, թե 18-ից բարձր տարիքի անձանց, որոնց մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը։ Փորձագետները փաստում են, որ գոյություն ունի անգամ կառավարության համապատասխան որոշում, որով էլ սահմանված են շաքարային դիաբետով տառապող մարդկանց հաշմանդամության կարգ տալու իրավական նորմերը, ինչին սակայն նախարարության միասնական սոցիալական ծառայությունը չի հետևում։ Սա փորձագետների գնահատմամբ ֆունկցիոնալության նման խնդիր ունեցող անձանց իրավունքների կոպտագույն խախտում է։ Կաթիլ բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այս ամենի խիստ բացասական հետևանքներին։ Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող, թե անչափահասը, թե չափահասը, ունենալով դիաբետի լիաբիլ ընթացք, ունենալով բարդություններ, մինչև այս նոր բարեփոխումները, ֆունկցիոնալ գնահատման չի ստացել կարգ, իսկ հիմա էլ ստանում է մինչև 20%։ Ունենք դեպքեր, որ ստանում է 12%, 15%, երբ որ դուք այդ ստատիստիկան նայեք, բազմաթիվ են դեպքերը։ Ունենք նաև դեպքեր, երբ նույն էպիկրիզով, լիաբիլ ընթացքով մի տարի տրամադրվում է չափահասին, 1 տարի ժամկետով, հաջորդ տարի մերժվում է։ Այնինչ բոլորս գիտենք, որ տիպ 1 շաքարային դիաբետը դա այն հիվանդությունն է, որ քրոնիկ է, ենթաստամոքսային գեղձը վերականգնման ենթակա չէ, եւ եթե ընթացքը չհսկվի եւ տվյալ պացիենտը բուժառուն չունենա արտոնություններ, անվճար բուժ սպասարկման, բուժ պարագաների մասով եւ մնացած այլ արտոնությունները, որը սահմանվում է հաշմանդամության, մենք շատ շուտ կունենանք բարդություններ։ Շատ շուտ կունենանք բարդություններ, ինչը բուժելը պետության համար շատ ավելի թանկ է, քան կանխարգելելը։ Այսինքն մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք հաշմանդամություն սահմանվի այս խումբ բուժառուների նկատմամբ, որպիսի իրենք կարողանան օգտվել այդ արտոնություններից։ Դա լինի անվճար բուժսպասարկումը, դա լինի անվճար հետազոտությունները, դրանք լինեն բուժպարագաների մասով, թեկուզ եւ ֆինանսական աջակցությունը, ինչը իրենք իհարկե կօգտագործեն հենց իրենց անհրաժեշտ բուժպարագաների դեղորայքի գնմանը, ինչը չի տրամադրվում հատկապես ուշացումներով չափահասներին ինսուլինի տրամադրումը կամ տրամադրվում է այն ինսուլինը, ինչը արդյունավետ չի իրենց համար։ Ունենք դեպքեր բազմաթիվ։ Այսինքն տեսեք, նույն պետության համար շատ ավելի նախընտրելի է տիպ 1 դիաբետ ունեցող բուժառուներին ապահովել արտոնություններով, կանխարգելել բարդությունները, նույն ֆինանսական տեսանկյունից պետության համար նախընտրելի, քան հետագայում այդ բարդությունները բուժել։ Շատ ավելի թանկ է։ Հիմա տեսեք, նույն դատական հայցերի մասով, քանի որ
բոլոր հայցվորները մեր շահառուներն են եղել, ինֆորմացված ենք, փորձաքննության այն դեպքերը, երբ դատական հայցը մերժվել է, փորձաքննությունը իրականացրել է ոչ մասնագետը։ ԲՍՓ հանձնաժողովներում գնահատման ժամանակ ընդգրկված չէ էնդոկրինոլոգ, ընդգրկված չէ մանկական էնդոկրինոլոգ։ Եվ հաճախ վստահ կարող են փաստել, թեկուզ եւ մասնագիտության բժիշկ, բայց ոչ բոլորն են տեղյակ տիպ 1 շաքարային դիաբետի առանձնահատկություններից։ Ունենք այդ կրթական բացը։ Եվ երբ մասնագետը տեղյակ չէ տիպ 1 շաքարային դիաբետի առանձնահատկություններից, հետեւաբար գնահատումն էլ չի կարող լինել լիարժեք։ Երևանում մեկնարկել է նեյրոիմուն հիվանդություններին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով։ Քննարկման առանցքում ցրված սկլերոզն է հիվանդություն, որն այսօր ամբողջ աշխարհում համարվում է լուրջ առողջապահական մարտահրավեր։ Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ այլ երկրներից ժամանած առաջատար մասնագետներն իրենց փորձն են ներկայացրել հայ գործընկերներին։ Նպատակն է նպաստել հիվանդության վաղ հայտնաբերմանը, ժամանակակից բուժման հասանելիությանը։ Հայաստանը եւս մեկ քայլ է կատարում դեպի ժամանակակից բժշկություն։ Ապրիլի 25-ին Երևանում մեկնարկել է նեյրոիմունոլոգիայի թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որի առանցքում ցրված սկլերոզներ։ Միջոցառմանը մասնակցում էին առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լոնդոնից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ երկրներից։ Գիտաժողովի նպատակն է վերհանել նեյրոիմուն համակարգի խանգարումների, մասնավորապես ցրված սկլերոզի հետ կապված խնդիրները, բարձրացնել իրազեկվածությունը, ներկայացնել նորագույն բուժօգտագործման մեթոդները եւ փորձի փոխանակման միջոցով խթանել ոլորտի զարգացումը Հայաստանում։ Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանը մանրամասնել է։ Հյուրերի մի մեծ խումբ ժամանել է Հայաստան, Ալբերտայի համալսարանից, Կանադայի։ Նրանք ժամանել է Ալբերտայի համալսարանի եւ նաեւ Կանադայի ցրված սկլերոզի ծառայության ղեկավարը եւ նրա հետ ժամանել են իր թիմի անդամները, բժշկուհի, որ հիմնականում ներկայացնելու է ցրված սկլերոզի հետազոտման մեթոդներից կարևորագույնը MRT-ն։ Ցրված սկլերոզը նյարդաբանական բնույթի քրոնիկ հիվանդություն է, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնելով բորբոքումներ, նյարդաթելերի պատյանների քայքայում եւ այլ նյարդաբանական ախտանշաններ։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 20-ից 50 տարեկան կանանց մոտ, սակայն վերջին տարիներին դեպքեր են արձանագրվել նաեւ տղամարդկանց եւ դեռահասների շրջանում։ Սպეციფიկ տարիքի համարում 20-ից 50-ը, բայց հիմա ես օրինակ ինքս զբաղվում եմ մի քանի երեխաներով, ամենաերիտասարդ երեխան, որ ես ունեմ հաստատված ցրված սկլերոզով 8 տարեկան է, ունենք 14 տարեկան, 15, 16, որոնք բուժվում են, ստանում են բուժում նաև պետպատվերի շրջանակներում։ Ցրված սկլերոզը վաղ ախտորոշման դեպքում լիովին վերահսկելի է։ Այնուամենայնիվ որոշ դեպքերում մարդիկ առանց որևէ ախտանշանի անցնում են MRT հետազոտություն, որից էլ ենթադրում են, որ իրենք ունեն ցրված սկլերոզ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ առանց բժշկի ցուցումների MRT հետազոտության կարիք չկա։ Եղիազարյանի հավաստմամբ հիվանդության հետևանքները երբեմն անդառնալի կարող են լինել։ Սրանք հիվանդություններ են, որոնցով ախտահարվում են երիտասարդները։ Ասենք 20 տարեկանը ամենահաճախակի տարիքն է հիվանդանալու եւ սրանք հիվանդություններ են, որոնք հաշմանդամացնում են։ Այսինքն հիվանդանալով այս հիվանդությամբ երիտասարդ ամենաարգասաբեր ու պտղատու տարիքում մարդիկ 10-15 տարի հետո, եթե չմիջամտես, չբուժես եւ այլն, դառնում են ինչ որ աստիճանի հաշմանդամ։ Ցրված սկլերոզի բուժումը չափազանց թանկ է։ Հայաստանում այն իրականացվում է հիմնականում դեղորայքային իմունոմոդուլյացիոն կամ իմունոխեղման թերապիայի միջոցով, սակայն դեղամիջոցները մեկ դեղաչափի դեպքում կարող են արժանալ մինչև 1 միլիոն դրամ, իսկ տարեկան բուժման արժեքը կարող է անցնել 5-ից 6 միլիոն դրամից։ Արդեն կլինի երկրորդ տարին, երբ որ մեր պետական համակարգը, առողջապահության նախարարությունը սկսել է գնել եւ իր քաղաքացիներին տրամադրել պետպատվերի շրջանակներում ցրված սկլերոզի բուժման դեղամիջոցները։ Այդ թվում նաև լավագույն, ամենաարդյունավետ եւ բավականին թանկարժեք։ Կանադայի Ալբերտա համալսարանի պրոֆեսոր Միքայել Մուրադյանը նշել է, որ ցրված սկլերոզի բուժումը թանկ է ամբողջ աշխարհում եւ շատ դեպքերում բուժառուի համար հասանելի չէ։ Ուստի Հայաստանի կառավարության նախաձեռնությունն առաջին եւ ամենակարևոր քայլն է այս հիվանդության դեմ պայքարի գործում։ Ինչ վերաբերում է կոնֆերանսին, Մուրադյանի խոսքով այն ունի մի նպատակ։ Բայց ի վերջո մեր բոլոր նպատակը այն է, որ Հայաստանի մեջ
այս գիտությունը զարգացնել եւ մեր հիվանդներուն ամենամեծ օգուտը բերել բուժումի նկատմամբ։ Բավական կենտրոններ կան, որ այս ուղղությամբ կծառայեն մեր հիվանդներուն եւ իրենց աստեցությունը ավելի պիտի շատնա կգարձեմ այս եւ նման կոնֆերանսներն վերջ։ Երևանում անցկացված այս գիտաժողովը միանշանակ ձևավորելու է նոր փուլ նեյրոիմունոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում։ Գիտաժողովի նպատակը հստակ էր՝ միջազգային գործակցության միջոցով նպաստել հիվանդության վաղախտորոշմանը, բուժման ժամանակակից միջոցների կիրառմանը։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այս ժամի համար թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։